Ես բազմիցս եմ պատկերացրել, թե ինչ կլիներ, եթե ադրբեջանական զորքերը մտնեին Հայաստան, բայց երբեք չեմ պատկերացրել, որ կհայտնվեմ այսպիսի մղձավանջային իրավիճակում, որը ստեղծվել է մեր իշխանությունների դիտավորյալ և մեթոդաբանական գործողությունների արդյունքում։ Դեկտեմբերի 16-ին մեր 25 տարվա պտղատու այգին մոտ 80 ծառերով հանդերձ մի քանի րոպեում վերածվեց անապատի, իսպառ վերածվեց աշխարհի երեսից։ Բարև ձեզ։ Ես Էմմա Մելքոմյանն եմ, 37 տարվա մանկավար, աշխատում եմ Ջրաշենի միջնակարգ դպրոցում։ Ամուսինս Արմեն Խաչատրյանը երկու արցախյան պատերազմների մասնակից է։ Երկու տղաներս էլ մասնակցել են 44-օրյա պատերազմին։ Այսօր ես ցանկանում եմ ձեզ պատմել Ջրաշենում տեղի ունեցած զարհուրելի մի դեպքի մասին։ 1998 թվականից մինչև 2022 թվականը 24 տարի շարունակ վարձակալական հիմունքներով տիրապետել ենք մեր տան հարակից տարածքը։ Անապատից և աղբավայրից վերածել ենք պտղատու այգու, անցկացրել ենք ոռոգման համակարգ, տնկել ենք 80 ծառ, ստեղծել ենք նաև մեղվատնտեսություն 160 մեղվափեթակներով։ 2022 թվականին մեզ մերժեցին վարձակալական հիմունքներով մեր գործունեությունը այդտեղ շարունակելու համար։ Մենք ստիպված էինք դիմել դատարան այդ նախապատվության իրավունքը ճանաչելու համար։ Այդ առիթով ցանկանում եմ մի քանի փաստարկ ներկայացնել ձեզ։ Գյուղի գլխավոր հատակագծով և կադաստրով հաստատված կա մեկ այլ տարածք մանկապարտեզ կառուցելու համար։ Դա Գագիկ Հաջոյան 39/1 հասցեն է։ 2016 թվականին մայիսին ավագանու որոշումով եղել է նիստ, որտեղ հաստատվել է, որ այդտեղ պետք է կառուցվի մանկապարտեզ։ Կատարվել է հիմքի փորման աշխատանքներ, բետոնապատում, այնուհետև այդ շինանյութերը անհայտացել են, իսկ փոսը փակվել է։ Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կարլեն Մկրտչյանը, անտեսելով վերոնշյալ հանգամանքները, անտեսելով այն հանգամանքը, որ ինքը հանդիսանում է Ջրաշենի իրավահաջորդը, որոշել է միանձնյա և առանց հանրային լսումներ անցկացնելու մանկապարտեզ կառուցել Բաղրամյան 14 հասցեին։ Այս ընթացքում պարզվել է, որ 2005 թվականին Ջրաշենի ավագանին որոշում է կայացրել Բաղրամյան 14 հասցեում գտնվող շենքը, վթարային շենքը և նրա հարակից տարածքը օտարելու մասին, սակայն սա մեզանից թաքցրել են։ Սա ՀՀ քաղաքացու հանդեպ նախապատվության իրավունքի ոտնահարում է։ Դեկտեմբերի 17-ին գելոտինից հետո, ինչպես իրենք անվանում էին այդ ոճրագործությունը, համայնքապետի ուղարկած բրիգադը եկել էր ծառերը տանելու, այն ծառերը, որ մենք տնկից հասցրել էինք հասուն ծառերի։ Առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու նրանք եկան և փորձեցին տանել։ Մենք կանչեցինք ոստիկանություն, ոստիկանությունը եկավ, առանց պարզաբանելու ովքեր են և ինչ նպատակով են, ում է պատկանում, ընդամենը կազմեցին արձանագրություն և չխոչընդոտեցին տվյալ գործընթացը։ Կարծում եմ գոնե ցախերը պետք է թողնեին մեզ։ Թերևս ամենամեծ իրավախախտումն այն է, որ գործը գտնվում է դատական ընթացքի մեջ։ Վճիռը պետք է կայացվեր դեկտեմբերի 24-ին։ Մենք ունենք դատարանի և հարկադիրի կողմից որոշում, որ տարածքը ոչ օտարել, ոչ որևէ այլ գործողություններով ծանրաբեռնել։ Սակայն անտեսելով այդ որոշումը, համայնքի ղեկավարը դեկտեմբերի 16-ին տեխնիկա է մտցրել տարածք և հենց 16-ին էլ արմատախիլ արել ամբողջ այգին։ Ուշագրավ է այն փաստը, որ Եվրամիության տրամադրած 3 միլիարդ դրամաշնորհի իրացման ժամկետը ավարտվում է, և ես կարծում եմ, որ շտապողականությունը կապված է դա կոչելու հետ։ Ավելորդ չեմ համարում նշել նաև այն փաստը, որ կառավարության նիստի ժամանակ, երբ նշվում էր կիսատ մնացած այն ծրագրերը, որոնք պետք է ֆինանսավորվեն, և վարչապետը կարդաց Արտաշատ համայնքի տարածքում գտնվող այն կիսատ ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն և ֆինանսավորվեն, Ջրաշեն համայնքի մանկապարտեզի մասին ընդհանրապես ոչ մի խոսք չի եղել։ Նշեմ նաև, որ սա լուրջ հարված էր գյուղատնտեսությանը, էլ չեմ խոսում օդի աղտոտվածության մասին։ Ահա թե ինչպես են իշխանությունները լուծում գլոբալ հարցերը մեր երկրում։ Էլ չեմ խոսում մեղուների ոչնչացման հարցի մասին, որ մոլորակի համար դարձել է համար 1 պրոբլեմ։ Կարլեն Մկրտչյանը այն լուծում է շատ հետաքրքիր ձևով։ 160 փեթակ այսօր մնացել է ձմեռանոցից դուրս։ Չեմ խոսում նաև այն մասին, որ ինչքան օգուտ էր բերում մեղվաբուծությունը հարակից տարածքների այգեգործության արդյունավետության համար։
Գործը բավականին ծավալուն է և շատ բարդ, հոգուս ցավն էլ շատ խորն է, բայց չեմ ցանկանում ազդել էմոցիաների վրա, ուղղակի ցանկանում եմ բարձրաձայնել այս հարցերում հանուն արդարության։ Շնորհակալ եմ լսելու համար։